Բարև ձեզ, կարճ լայվ, քիչ առաջ գրառում է արել, երևի 1 ժամ առաջ, այն մասին, որ ժամը 12:10 այսօր անծանոթ համարից զանգ է ստացել, մի քաղաքացի, մի տիկին նշում էր, որ իրեն այդ պահին ուզում է ձերբակալեն մետրոյում, Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ գրառում անելու, տենց X տնելու համար, և ես իմանալով, որ այդ արարքը առավելագույնը կարող է վարչական իրավախախտում լինի, նշեցի, որ 3 ժամ առավելագույնը կարող է պահեն, երևի կպահեն, հետո հավանաբար ազատ կարձակեն, իհարկե այս երկրի ընթացքը մենք բոլորս էլ տեսնում ենք մեր աչքի առաջ, թե ոնց է քայլ առ քայլ գահավիժում այս երկիրը, և մտավախություն կար, որ կարող է ավել պահեն, չզանգահարեց, ես էլ զանգում էի անհասանելի էր, ստիպված եղա գրառում կատարել, կանխատեսումս ճիշտ էր, կարճ ժամանակ գրառումից հետո անծանոթ մեկ այլ համարից զանգ եմ ստանում, հավանաբար քննիչի համարն էր, առանց միանգամից փոխանցում եմ տիկին Շողիկին, որը ասում է, որ այդ պահին իրեն ազատում են, կարգավիճակը ոնց որ թե ձերբակալված, այդպես էլ լավ չհասկացանք, լավ բացատրությունից պարզ չեղավ, ամեն դեպքում որպես վկա հարցաքննած են եղել, և անհասկանալի է, թե ինչ քրեական հոդվածով, քարոզարշավին խոչընդոտել ասեց ոնց որ թե, Սերգեյի հետ ենք, Սերգեյն էլ եկավ ասավ, քարոզարշավին խոչընդոտել, քարոզարշավին խոչընդոտելը ինչ կապ ունի, ասենք, առանձին վարչական իրավախախտում կա, քարոզչական նյութերը վնասելու հետ կապված, ինչ նշանակում քրեական, աբսուրդ էլի, մարդ, որը որ որևէ մեկը չի ճանաչում, Հայաստանում մենակ է ապրում, չասեմ տարիքով տիկին, մեզնից մի քիչ տարիքով երևի մեծ, և տենց էլի, հեռախոսները վերցրել են, ես մարդն ասում ախր, ես հեռախոսով, առանց հեռախոս կարամ անեմ, բանկային ինչ-որ բաներ, հավելվածներ, ամեն ինչ էլի, հեռախոսահամարներ, վաղ պայմանավորվածություններ, աշխատանք, չգիտեմ, սենց բաներ է տեղի ունենում, էլի, հիմա այդ կինը իմ համարը չունենար, չգիտեմ էլ որտեղից ուներ, չզանգահարել, այս դեպքի մասին չենք իմանա, աստորեն քրեական վարույթ կա, ճիշտ է, ազատ արձակվեց, չգիտեմ գրառումը, չեմ ուզում ասել, որ դեր է ունեցել այդ հարցում, կարծում եմ դեր չի ունեցել երևի համընկել է, բայց ամեն դեպքում սենց բաներ է կատարվում, որ մեր ուշադրությունից դուրս է մնում։ Մեր ամառային դպրոցից Էդգարը Մանուչարյան արձագանքել էր, Էդգար ջան, իմացի, որ տիկին Շողիկը հիմա տաքսիով ճանապարհին է տան, այսքան բան, ինչ ասենք, հաջողություն։